Հանունով և ոտքո և ոտքնի սրբո, ամեն։ Սիրելիներ, հերթական մեծ պահոց անգրվանն է, որ մեր եկեղեցու հայրերը անվանել են օրվա ավետարանական առակի հերոսի անունով, անիրավ դատավորի անունով, և դատավորի կիրակին, անիրավ դատավորի կիրակին, այսօր ես ուզում եմ, որ մենք բոլորս անդրադառնանք երկու կարևոր իրողության. հարատև աղոթքին և Աստծո արդարության, որովհետև առավել քան համոզված եմ և վստահ եմ, այսօրվա պատգամը, որ մեր հայրերը ուզեցել են փոխանցել մեզ բոլորիս, պահողներիս, դա հենց այս երկու կարևոր հանգամանքների վրա է, որ ուշադրություն են հրավիրել. աղոթքի հարատևության և Աստծո արդարության։ Եվ բնավ պատահական չէ, որ ավետարանական այս առակը, անիրավ դատավորի առակը, երբ ուշադիր լինեք, տեսնեք, որ համընկել է հենց ուղիղ, կարելի ասել գրեթե ուղիղ, մեծ պահքի մեջտեղում։ Ավետարանական առակը իրենից ներկայացնում է այրի կնոջ համառությունը և մեծ պահքի ուղիղ կեսին այս առակը գալիս է մեզ հիշեցնելու քրիստոնյայի համառությունը։ Եվ ամենակարևոր բանը, որ հենց առակի սկզբում ավետարանն ասում է, մի առակ են ասած նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն, երբ չձանձրանան։ Առակը, կարծում եմ բոլոր դեռ գիտեք, հիշեցման կարգով ասեմ, որ երկու լերակատաներ կան, հայրիկինը և անիրավ դատավորը։ Հայրիկինը, ով չուներ որևէ մեկը պաշտպան, բայց ուներ խնդիր իր ոսոխի հետ և ամեն օր գնում էր դատավորի դռան առաջ և պահանջում էր, որպեսզի դատավորը իր դատը տեսնի։ Այն աստիճան, որ օրերից մեկ օր դատավորն ասեց, թեև Աստծուց չեմ վախենում, մարդկանցից էլ չեմ ամաչում, բայց ավելի լավ է այս կնոջ դատը տեսնեմ, որպես ինձ հանգիստ թողնի։ Ամբողջ պատմությունը սա էր։ Կարճ, կոնկրետ, հստակ մի պատմություն, բայց այս պարզության և կարճության մեջ, երբ բացում ենք ամբողջ առակը, մի հսկայական ասելիք կա, որ ուղղված է, և այսքան մեզ բոլորիս, և այսքան դարեր մարսելով, մենք ամեն տարի նորանոր բացահայտումներ ենք անում այս առակի միջոցով։ Մի բան պատկերացրեք, առաջին դար, երբ Քրիստոս պատմում էր այս առակը, մերձավոր արևել քրեական իրականություն և չկար արդարություն։ Չկար արդարություն և արդարությունը ոչ թե արժեք էր, այլ վաճառվող մի ապրանք էր։ Եվ դրա վառ վկայությունը հենց այս այրին էր հրեական իրականության մեջ, ով իրենից ներկայացնում է անպաշտպան և թույլ մի մարդու, հավաքական մի կերպարի, ով խնդիր ուներ։ Եվ այս անպաշտպան և թույլ էակի կողքին կար դատավորը, ով ոչ Աստված գիտեր, ոչ Խիղճ գիտեր։ Եվ շատ տիպիկ և բնութագրող, ինքն իրեն բնութագրում, ասում է, մարդկանց Աստծուց չեմ վախենում, մարդկանցից էլ չեմ ամաչում։
երկու հակատիվ պատկերներ կան։ Եվ այնուամենայնիվ այրիկինը չունենալով ոչ մի հենարան հասարակության մեջ երբեք չեր ընկել։ Եվ ամեն Աստծու օր քայլում էր դատավորի դռան առաջ եւ պահանջում։ Այլ կերպ ասած ձանձրացնում։ Եվ դատավորը, ով որևէ խնդիր չուներ թվացյալ իր պատկերացմամբ, ոչ մարդկանց մոտ, ոչ Աստծո մոտ, օրերից մեկ օր որոշեց դատը տեսնել։ Այստեղ շատ կարևոր է այս երկու հակադիր պատկերների կոնֆլիկտը եւ կոնֆլիկտի լուծումը։ Այրիկին եւ դատավորը միմյանց հետ խնդիր ունեին։ Եվ այդ խնդիրը թե ինչպես լուծվեց, այդ հենց դրա համար է, որ Քրիստոս պատմեց մեզ այս առակը։ Քրիստոս ոչ թե ուղղակի պատմություն կամ առակ պատմեց, այլ Քրիստոս շատ իմաստուն կերպով խնդրի լուծման տվեց մեզ բանալի, տվեց մեզ ասելիք։ Խնդիրը լուծվեց այրի կնոջ, ոչ թե կռվով, այրի կնոջ բարձրաձայն գորգորոցով, այրի կնոջ չգիտեմ այլևայլությամբ, այրի կնոջ լուր ներկայությամբ։ Ամեն օր դատավորի դռան առաջ այրի կնոջ ներկայությունը լուծեց այս կոնֆլիկտը։ Եվ Քրիստոս, ինչպես առակի սկզբում ասաց, մի առակ պատմեց նրանց այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն ու չձանձրանան։ Եվ շատ հետաքրքրական է, որ ինչպես նշեցի խոսքիս մեջ, այս առակը դրված է մեծ բակի մեջտեղում։ Մենք բոլորը սկսել ենք պահ պահել, սկսել ենք ճամփորդել, քայլել այս ամբողջ ճանապարհով եւ ասել ենք ճանապարհի կեսին։ Եվ վստահ եմ, որ մեծ մասից, եթե ոչ բոլորիս հետ պատահել է նույն բանը։ Մենք սկսել ենք ձանձրանալ, որտեղ պակը դարձել է մեր առօրյան, ամեն օր նույն բանը, ամեն օր նույն առօրյա։ Եվ կարծես մի տեսակ ձանձրանում ենք մենք։ Հենց այստեղ է, որ գալիս է, մեր աչքի առջև հառնում է այրիկինը իր համար տեսքով, իր համար կերպարով։ Եվ կարծես բոլոր մեզ ձանձրացողներիս լավ առումով նախատինք է, որ ինքը անպաշտպան, այրի, անօգնական լինելով հանդերձ, երբեք չձանձրացավ, չդադարեց իր դատը պահանջելուց, բայց մենք, լինելով քրիստոնյա, համախմբված մեկ մեծ տանիքի տակ, ունենալով մեր կողքին ի տարբերություն հայրի կնոջ պաշտպաններ, ձանձրանում ենք ոչ թե դատը պահանջելուց, որտեղ մենք դատ չենք պահանջում, մենք մեր կյանքն ենք ապրում, բայց ձանձրանում ենք այդ կյանքն ապրելուց, որտեղ այդ կյանքը մի փոքր տարբեր է, որտեղ այդ կյանքը պահանջում է, եւ մենք ձանձրանում ենք այդ պահանջները կատարելուց, եւ հենց այդտեղ, ինչպես ասեցի, այրիկին իր համառությամբ գալիս է նախատելու մեզ, մեծ բակի ուղիղ մեջտեղում։ Եվ առավել քան վստահ եմ, համոզված եմ եւ աղոթում եմ, որ այսօրվանից հետո բոլոր նրանք, ովքեր եթե կգտնվեն, որ թերացել են, կամ ինչ որ ձանձրույթի նշումներ կա իրենց առօրյայի մեջ, կգոտեպնդվեն հայրի կնոջ համառությամբ, կվարակվեն իր քաջությամբ եւ կշարունակեն ընթացքը մեծ պահոց ճանապարհորդության դեպի Տիրոջ հրաշափառ հարություն։
Ինչպես խոսքից մեջ ասեցի, այսօրվա մեր խորհրդածությունները, մեր հիմնական մտածմունքը պտտվել է երկու բանի շուրջ՝ հարատև աղոթքի և Աստծո արդարության։ Որտև այս առակը երբ կարդում ենք առաջին հերթին, հենց սկզբից, Քրիստոս պատմեց, որպեսզի աղոթենք և չձանձանանք, խոսում է աղոթքի հարատևության մասին, և եզրափակումը Քրիստոս ասում է. իսկ Աստված արդարություն չի անի իր այն ծառաներին, ովքեր գիշեր ցերեկ աղաղակում են։ Եվ երկրորդ բանը, որ Քրիստոս ուզում է շեշտել, դա Աստծո արդարությունն է։ Եվ շատ հաճախ մարդիկ, ովքեր որոշում են, խնդիր չկա, հարատև աղոթենք, բայց հաջորդ վայրկյանին տալիս են այդ հարցը, բայց միթե Աստված լսում է մեր աղոթքը, որովհետև ես արդեն ահա 1 տարի աղոթում եմ, բայց իմ աղոթքին պատասխան չկա։ Եվ ես, չգիտեմ, նեղացել եմ Աստծուց, որովհետև Աստված չի լսում իմ աղոթքները։ Ինչ իմաստ ունի աղոթել, եթե Աստված չի լսում իմ աղոթքները։ Ավելի լավ է գնամ մի ավելի արդյունավետ գործով զբաղվել։ Եվ այստեղ կասկածի տակ է դրվում Աստծո արդարությունը։ Եվ այդ կասկածը փորձառու քրիստոնյաներից, հոգևոր կյանքում, այսպես ասած, որոշակի փորձ ունեցող քրիստոնյաներից մոտ ուղղակի ժպիտ պիտի առաջացնի։ Այո, նորադարձ քրիստոնյաների մոտ սա գայթակղություն է, որտեղ Աստված չի լսում իրեն։ Բայց մենք, ովքեր տարիների փորձառություն ունենք հոգևոր կյանքի մեր ուսերին, լավ գիտենք, որ Աստված միշտ է լսում։ Որ Աստված միշտ լսում է, բայց երբեմն այդ լռությունն օգտագործում է մեր իսկ օգտի համար։ Այստեղ շատ կարևոր մի պատմություն հիշեցի անձևանոցով տղայի մասին։ Հեռավոր մի գյուղում երաշտ է լինում և ամբողջ տարվա բերքը վտանգի տակ է։ Գյուղացիներով հավաքվում են եկեղեցու դռան առաջ, խորհուրդ հարցնելու քահանայից։ Եվ քահանան առաջարկում ասում է բերեք միասին գնանք աղոթենք։ Միգուցե Աստված լսի մեր աղոթքը և անձրև ուղարկի և փրկի ամբողջ տարվա բերքը։ Որոշում են բարձրանալ գյուղի մոտակա բլրակի վրա և աղոթել։ Երբ ամբողջ գյուղով գնում են, տեսնում են մի փոքրիկ տղայի, ով միացել էր թափորին, բայց ի տարբերություն թափորի իր ձեռքին ուներ անձրևանոց։ Այս հանգամանքը քմծիծաղ և երբեմն շատերի մոտ նաև ծաղ է առաջացնում, որովհետև կիզիչ արևի մարդիկ գնում են աղոթելու, իսկ այս փոքրիկը դեռ մի բան էլ ավելին անձրևանոցով է գնում։ Երբ հարցնում եմ, փոքրիկը պատասխանում է շատ հանգիստ, ասում է ես գնում եմ աղոթելու, որպեսզի Աստված անձրև ուղարկի։ Եվ երբ Աստված իմ աղոթքը լսի, ես ետդարձի ճանապարհին չեմ ուզում թռչվել։ Նայեք մի պահ այս փոքրիկի պատասխանը։ Անշուշտ, սա բնորոշ է փոքրիկներին։ Իրենց նվիրվածությունը դեպի Աստված, իրենց մաքրությամբ իրենք վստահ են։ Եվ այդ վստահությամբ հանդերձ մեծ նախատինք է մեզ բոլորիս։ Փոքրիկը հավատում էր, ինչպես հայրիկինը։ Հայրիկինն է հավատում էր, որ իր ջանքերը անպատասխան չեն մնալ։ Հակառակ պարագային 1 օր, 2 օր, 3 օր, 4-րդ օր այլևս չէր կենա հայրիկինը։ Բայց հայրիկինը ամեն Աստծո դատավորի դռան առաջ էր։ Եվ հավատացած էր ու վստահ էր, որ իր ջանքերը պիտի պսակվեն, ինչպես մանուկը, ով անձրևանոցով էր գնում։ Ուրեմն Աստված
միշտ է լսում ես։ Բայց Աստված երբեմն որպես սիրող ծնող այդ լրությունն օգտագործում է մեր իսկ հոգևոր հասունության համար։ Մի բան պատկերացրեք, երբ մենք առաջին անգամ աղոթքի ենք կանգնել եւ դիմում ենք Տիրոջը։ Եվ Աստված լսում է մեզ եւ մեր աղոթքին պատասխանում է։ Մեր խնդրանքը, այն ինչ ուղղել ենք Աստծուն տալիս է։ Եվ այդպես շարունակ։ Օրերից մեկ օր մենք այսպես ասած որպես երեխա արդեն չափն անցնում ենք։ Եվ Աստված լռում է։ Պատկերացնում եք ինչ կլինի։ Մարդը հիասթափված պիտի թողի եւ դուրս գա եկեղեցից, որտեւ Աստված իրեն չի լսի։ Եվ այդ մարդը հեռացավ։ Այդ մարդը Աստված եւ մարդ հարաբերությունն օգտագործեց որպես երեսառած երեխա։ Չկար այդտեղ հասունություն, չկար այդտեղ լուրջ գիտակցություն Աստված եւ մարդ հարաբերության մեջ։ Այդ կար միայն երեսառած երեխայություն։ Ինչն էր եղավ պատճառ, որ մարդ հեռացավ եկեղեցից։ Բայց Աստված երբ լռում է, Աստված սպասում է։ Սպասում է, որ մենք հասունանանք, հոգևոր առումով հասնենք այն աստիճանի, որ գիտակցենք, որ այո, Աստված ավելի լավ գիտի, մեզ ինչ է հարկավոր։ Այո, Աստված տալիս է, բայց ոչ թե հենց այնպես, այլ տալիս է ի պատասխան մեր աղոթքի, մեր աշխատանքի։ Մենք բոլորս աղոթում ենք, բայց աղոթքը չպիտի լինի ուղղակի զուտ որպես խնդրանք, կամ ինչպես շատ հաճախ դմանեցնում են այս առակի մեջ այրին կնոջը, աղոթքը լինի Աստծուն ձանձրացնելու միջոց, այլ աղոթքը պիտի լինի երկխոսություն, աղոթքը պիտի լինի աշխատանք Աստծո եւ մարդու միջեւ։ Մենք մեր աղոթքով չպիտի գանք առիթից առիթ, երբ որ նեղության մեջ լինենք, վազենք դեպի Աստված, կանգնենք, ջերմեռանք աղոթենք, բայց երբ ամեն ինչ լավ եղավ, շնորհակալություն Աստված ջան, կտեսնվենք մեկ էլ մյուս նեղության ժամանակ։ Սա է քրիստոնեությունը, իհարկե ոչ։ Ցավով եմ արձանագրում, բայց շատ հաճախ այդպես է։ Երբ որ մարդ նեղության մեջ է, ամենաջերմեռանդ, ամենաբարեպաշտ քրիստոնյանը, բայց երբ Աստված պատասխանում է իրեն, սովորական մեկն է, չկա ջերմեռանդությունը, չկա բարեպաշտությունը, բա ուր մնաց այրի կնոջ համառությունը։ Եվ հենց դրա համար է, որ Աստված այդ նույն նեղության մեջ գտնվող մարդու երբեմն այսպես ասած շակերտների մեջ անտեսում է, որպեսզի այդ մարդը հասկանա, որ առիթից առիթ չէ, որ պիտի դիմես քո ծնողի, քո երկնավոր Տիրոջը, այլ ամեն օր աղոթքը պիտի լինի քո շնչել արտաշնչելու պես։ Դու պիտի աճես, դու պիտի հասունանաս հոգևոր առումով, գաս այն գիտակցությանը։ Ուրեմն մենք միշտ պիտի հիշենք։ Այո, Աստված լռում է, բայց Աստված լռում է ոչ թե նրա համար, որ անարդար է, իմ աղոթքը լսում է, մյուսի աղոթքը չի լսում։ Աստված բոլորին է լսում, բայց Աստված լռում է, որպես սիրող հայր, դաստիարակչական առումով, մեզ դաստիարակելու, մեզ աճեցնելու համար։ Եվ այդ լռությունը չպիտի լինի պատճառ Աստծուց հեռանալու համար, այլ պիտի լինի մեր հոգևոր աճի համար նախապայման։ Մենք պիտի հարատևենք աղոթքի մեջ եւ այդ հարատև աղոթքը օգտագործենք մեր իսկ աճի համար,
Հակառակ պարագայում մեր հոգևոր կյանքում պիտի լինի լճացում, պիտի լինի ճահիճ։ Իսկ ճաճում միայն գարշահոտություն է։ Մենք պիտի աշխատենք եւ այդ աշխատանքի արդյունքը պիտի լինի ամենօրյա աղոթքը, մշտական աղոթքը։ Եվ այդ ճանապարհին մենք որպես տիպակ, որպես իդեալ պիտի ունենանք Հայրիկ Կնոջը, իր վստահությունը, իր սկսած գործի եւ ավարտի։ Մենք յուրաքանչյուրս պիտի ունենանք հենց այդ վստահությունը Հայրիկ Կնոջ, եթե Աստծո կամոք պակը որոշել ենք, որ պիտի պահենք, ուրեմն պիտի պահենք մինչև վերջ։ Պիտի պահենք հենց այդ վստահությամբ, որ եթե սկսել ենք, ուրեմն պիտի ավարտենք։ Չկա որևէ արդարացում այն կիսատ թողելու։ Չկա որևէ տրտունջ, չկա որևէ մի բան։ Այլ համառությամբ եւ դժվարությամբ պիտի հասնենք ավարտին։ Այս երկու կարևոր իրողությունները հարատև աղոթքը եւ Աստծո արդարությունը։ Այսօրվա փոխանցելիքներ, որ փոխանցեցի ձեզ։ Երբեք ու երբեք չկասկածեք, չմտածեք, որ ձեր աղոթները անլսել, չլսվեցին, որտեղ Աստված արդար չէր։ Աստված արդար է եւ միշտ լսում է։ Եվ մենք էլ մեր անելիքն ենք անում։ Ոմանք ականջալուր են լինում օրվա պատգամին եւ փորձում են իրենց կյանքը վերանայել, վերաձևակերպել ըստ Հայրիկ Կնոջ, ոմանք էլ շարունակում են մնալ անիրավ դատավորի կերպարում, պատճառաբանություն բերելով միևնույն է։ Ոչ Աստծուց են վախենում, ոչ էլ մարդկանցից են ամաչում։ Ինչ պակ, ինչ աղոթք։ Երկու կերպաներն կան։ Եվ երկուսի հետ էլ Աստված թողնի։ Ի վերջո կյանքը ունի նաև իր ավարտը եւ ունենք հանդիպում Տիրոջ հետ։ Թե ինչպես կլինի կյանքի ավարտը եւ հանդիպումը, դա մեր որոշելիքն է։ Թող նորից ու նորից մեզ բոլորիս պակ պահող քրիստոնյաներիս համար այսօր պակի մեջտեղում դեմ հանդիման կանգնած Այրիկինը փոխանցի իր համառությունը։ Գոտեպնդվեք, քաջալերվեք, քիչ մնաց Տիրոջ հրաշափառ հարությանը։ Սա եւ գոտեպնդող է, որ ահա ու որը պիտի հանդիպենք Տիրոջը, եւ տագնապեցնող է։ Տագնապեցնող է այն առումով, որ միգուցե չհասցնենք ըստ արժանվույն զարդարվել Տիրոջն ընտարաշ դուրս գալ համար։ Ուրեմն զգաստ լինենք, ստապ լինենք եւ շարունակենք մեր ճանապարհը դեպի Տիրոջ հրաշափառ հարությունը։ Շնորհ եւ խաղաղություն մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի։ Թող լինի մեր բոլորիս հետ այժմ եւ միշտ եւ ավիտյանս ավիտեն։